Ես մնացել եմ մենակ, հեչ շրջապատի մաշտեմ, աշխուժ, Ինչ անեք մենակ Մոսկվայում, պետք է վերադառնաք։ Չէ, հիմա ինչ անեմ, հիմա այստեղ հնդկական ֆիլմի մի դրվագ է, որտեղ պատմում եմ, ասում եմ, ուզում եք հավատացեք, չեք ուզում մի հավատակ։ Կհավատանք։ Ուրեմն մի օր սոսկալի ծանր վիճակում, ոչ ծանոթ, ոչ ընկերություն, այն ժամանակ կաբը շատ վատ, գնացել եմ շունիկ ունեմ, շունիկին ման եմ բերել, եկել եմ տունը մաքրել, մի թեթև ճաշել, նստել եմ հեռուստացույցի առաջ, քնել, զարթնել ու մութ է, Աստված իմ, էս ինչ կյանք է, ես կգժվեմ ու ծնկների վրա ընկած հորդառատ արցունքներով խնդրում եմ ինձ մի շնորհ տուր, ես այստեղ չեմ կարող աշխատել 2 դիպլոմով, ոչ ոք չի ընդունում ինձ, որտեվ փաստաթուղթ չունենք հաստատող քաղաքացիությունը, ինձ մի շնորհ տուր, ես տանը աշխատեմ։ Ինչ ասեմ, 3-րդ օրը ես սկսեցի նկարել, աղջիկաս ասում եմ, գարիկ, ես գիտես նկարում եմ, ասում եմ, Էդ էլ ու վերջ։ Ինչ են զարմացել։ Նկարեցի սկզբից բացիկով, բացիկը հրաշալի, այստեղ արդեն տղաս ինձ օգնեց, իսկապես տղաս բոլորին օգնող է, տղաս շատ բարի մարդ է, ինքը բաց սիրտ ու բարի, ասի Արտակ ջան, դու ինձ կօգնես, ասեց ինչով մա, ասի նյութապես, որտև այս բացիկը ահագին նյութական բան է պահանջում, մատերիալը թանկ, ասեց մա ջան, ինչ ուզում ես ես կանեմ, մենակ դու լավ զգաս, ասի շնորհակալ եմ, ու գնացի միության մասշտաբով ամենահայտնի մասնագետի մոտ, հայտնի էինք շատ, արտակարգ դասեր էինք անցնում, ամեն մի դասը մի ոգևորություն, ամեն օր ես մի տեսակ ոնց որ թևեր առած գալիս էի տուն, ցույց էի տալիս ինչ եմ արել, զարմանալի բաներ, Տիկին Լիլի, երկրորդ շնչառություն եք վերցրել, այ 50-ում երկրորդ շնչառություն եք վերցրել, նոր բանով եք Եվ դրա համար ես ոնց որ տարիքը չզգայի, ես խարակտերն էլ ոչ նստվածք տվեց, ոչ այդ շատ կարևոր է, երբ որ մարդը իր երկրորդ կեսը զբաղված է, գիտի որ պետքական է, ինչ որ բան ստեղծում է, արարում է, այո, դա տևեց երևի մի 6-7 տարի, հրաշալի ցուցահանդես դրեցինք, արտակարգ հաջողություններ ունեցա, ցավոք բոլորին բաժանում էի իմ այս բացիկները, գոնե նկարի ասում եմ, դամերտ ինչքան սրտապած, լավ, ես էլ տղաս ինձ է քաշել, ուզում ես լավություն անել, բայց գոնե նկարի թողնի, այդպես սկսեցի նկարել, բայց այստեղ արվեստանոց էր պետք, որովհետև ջրալի ներք էր, դու պետք մի ներկը չչորացած մյուսը պետք տնեիր, որ իրանք իրար հետ համընկնեին, խառնվեին և այն ինչ որ ուզում ես, ու դե պարզ է, մենք բան էինք, վարձով էինք, հին տուն էր, բայց հարսիկս եկավ չտեսնված մաքրասեր, ու զգում եմ, որ իրան նեղություն եմ տալիս, ես էդ իմ արագ ամեն ինչ անելուն, ներկերով, ստեղծագործական, խառնաշփոթը, խոհանոցը զբաղեցրած, բայց ասենք թե ժամը 5-ին ես ելնում էի, աշտին գիտեի ինչ էի անելու, ու մինչև իրենք արթնանում էին, մեկ էլ հարսս դուրս էր գալիս, վայ, արդը լարի, մաման տեսից ինչի նկարել, դա իմ գնահատականն էր, ոգևորվում էի, ինչ որ է որոշեցի թողնել բացիկը, վսոտքի իրանք մաքրասիր մարդիկ, ես էլ ինքս էլ զգում եմ, որ ինձ առանձին անկյուն է պետք, որ կարողանամ լիարժեք ստեղծագործեք, ու մտածում էի ինչ, հարսս հենց ինքը իմացավ, որ մենք Տրոիցկում էինք Ռուսաստան,
հերոստացույցով հաղորդում էր տեսել ու տեսել էր թե ինչ սիրուն բացի կինանում իջնդի շարֆերեն էլի ասեց մամ հələ նայ ես ինչ լավ բան է հələ փորձի դու էլ գնացի նստած են ասում եմ ես էլ եմ ուզում նկարել դե հայ արտաքին են ժամանակ շատ խիստ էր Կովկասից Կովկասի նացիոնալիստի ասում է տեղ չկա ասում եմ այ այնտեղ տեղ կա ասես լավ այդ զորով նստեցի բայց հետո ինչ ասեմ տգեղ է գլուխովալը հետո ինձ էր ինքը սիրում ինձ հարկում ասում էր լիլի խուդոշնիկ պետք չի քեզ ասում է օգնել դու բնական ինտուիցիայով դու գտնում ես քոնը շատ հաջողությունների հասա շատ ուղղակի ես էլ էի զարմանում այ մարդ ես ինչ ես չեմ գիտեցել որ ես ոնց աղոթեցի հա չնայած Երևանը Լեննագանում որ մենք նկարչություն էինք անցնում գնում էինք նկարչական դպրոց դրա իր այդ դպրոցի դիրեկտորն էր մեզ դասավանդում ուրեմն դրել է մի թրջուն ճուճելա խրտվիլակ այո ես նկարում եմ մեկ էլ եկավ գլխիս վերև ասեց աղջիկ ջան դուք նկարիչ եք ձեր նկարելու ձևը ձեր նկարը Միտե ծնողները չեն իմացել նկարչական դպրոցի տեղը հիմա դուք հրաշալի նկարիչ կլինեիք մտածեցի ուշ է երևի երբեք ուշ չէ բայց հետո հասկացաք որ երբեք ուշ չէ 60 տարեկանում ես սկսեցի նկարել այդ նկարը ու էլի ոգևորված էլի ամեն օր գնում էի մի նորություն տանելով գիշեր ժամերը չի քնում զարթնում էի այդ պլանով որ այսպես պիտի անել ու անում էի ու դրեցի ցուցահանդես երևի թե միակն է բայց հիմա ինչ որ մտքեր ունեմ համենայնդեպս Հայաստանում էլ ցուցահանդես տանել 22 թվին շատ հաջող ցուցահանդես եղավ Գյումրիում թե Մոսկվայում Մոսկվայում ելանից ինքան կովեցի մերոնք սկզբի չէին հավատում որ ես այդպես հաջողություն եմ ունեցել Չնայած խրախուսող ընտանիք ունեք, դա էլ է շատ կարևոր, երբ որ երիտասարդները խրախուսում են, ուրախանում են, պայմանական ասենք ներկերը հանդուրժում են ու այսօր իրենց էլ շնորհակալություն ասենք եթերից։ Տիկին Լիլի, երգեր երբ որ փուլում սկսեցիք։ Երգել սկսել եմ մի 10 տարի չկա երևի։ Մենք գնում էինք պատահական մաշտիկ, հավաքվել էինք Կինորասիայի դիմացի այգում լավ խումբ էր շատ բարդաճանաչ իսկական ոնց որ իր օրենքներով մարզանքների այդ մարզանքների մարտիկ նաև երկում էին նարեկացիում ես էլ ասեցի ես էլ եմ գալիս բաշի երաշտություն մանավանդ որ մանկուց մոտ եք եղել երաշտությունը ինձ համար մեկ ուրիշ բան է Դե երևի շատ էր իհարկե Եվ այդտեղից անմիջապես արագ հասնում էինք նարեկացի ու երգում էինք